քեզ էլ սեր չկա Թեկուզ աշխարհն իմն էլ լինի Քո նմանը էլ չեմ գտնի Դու միակն ես այս աշխարհում Հավատա ինձ քեզ եմ սիրում Բարեցես Լավ չի Չհասկացա Հա դու են տաքսիստ չես Արդեն ասել եմ չէ որ տաքսիստ չէ Բարև ձեզ Մի րոպե ուր ես տենց գնում Լսի ընկերներս ինձ են սպասում ուզում եմ գնամ Ընկերոջդ հետ ես հա Հնարավոր է եւ այո Հիմա հա թե չէ Դուք քո ինչ գործ Բարևեցինք անցանք առաջ Թուլացի էլի, նորմալ տեղ ասում եմ, բան չի լինի ստեղ Արս, ամեն տեղ էլ կարա ինչ-որ բանել Գոր այդքան անհանգստանալը պետք չի Փորձի ամեն ինչին մի քիչ թեթև նայես Ահա, ես էլ մեր կորածը Բայց ով ասաց, որ ես կորել էի Գորը շատ էր անհանգստանում Մտածում էր իրանից գողացել տաղել են Լույթ Եթե ես չուզեմ, ինձ ոչ ոք չի գողանար Աստված տա, որ նման բան անելու կարիք էլ չզգացվի։ Դե երբ բանից ես հույսը տա Աստծո վրա դրել։ Հույսը քո վրա չի դնի։ Դե դու Աստծուն աղոթի, մինչև ես ես սաղ հարցերը կարգավորեմ։ Նայց ես խոսում, ոնց որ ֆիրմայի ամբողջ գրուզը քո վրա է։ Լավ գնել թարգի։ Լարված ենք երկուսս էլ։ Լարված։ Մեղմ ասած, մինչև հիմա հավատս չի գալի, ոնց կարող ասենք սենց մեծ գրուզ անցկացնենք։ Աստված օգնեց, տարավ մի երկու հոգու ջեբը փող դրեց։ Լավ էլի։ Լավ ալնելու, մի մտածի։ Հա, ես նոր պայմանագիրը որ լավ եղավ, սենց բան անելու կարիք էլ չի զգացվի։ Ինձ ինչ ես ասում, Աստծուն ասա, կարող է ձենդ լսի։ Պատկերացնում եք, ես արթնանում եմ ու չեմ զգում, որ ժամն է, ինձ թվում է դեռ գիշեր է, ու արթնանում եմ, տեսնում եմ պապանետերը, ես էլ գորի գիրկը։ Ես պատկերացնում եմ ավակ քերին ու չաղ։ Դե հա, որ ջղայնացել էր։ Դե մտավ տեսավ գորին փաթաթված քնած եմ, ով էլ լինար իրա փոխարեն հաստատ նույն ձև կվարվեր։
Դե բայց հետո բացատրեցինք։ Ամեն ինչ հասկացած։ Հա, փառք Աստծո հավատաց, թե չէ հաստատ ինձ հետ մամայի մոտ էր ուղարկելու։ Դե զգուշ եղեք, որ հաջորդ անգամ հանկարծ չբռնվեք։ Բայց իմացաք երեխեք։ Արսենի մաման որոշեց, որ մեր նշանադրության առիթը տանը չենք նշել։ Լուրջ։ Բա որտեղ։ Ռեստորանում։ Շատ մարդ չի լինելու։ Հարազատներում։ Իսկ ես ու Գոռետ հարազատների ցանկում կանք։ Բա ոնց գժեր։ Առանց ձեզ ինչ ուրախություն։ Բարի երեկո բոլորին։ Ինչպես արդեն գիտեք, մենք ամեն օր կազմակերպում ենք տարաբնույթ խաղեր, եւ այսօր էլ բացառություն չէ։ Հիմա փորձեմ ներկայացնել խաղի կանոնները։ Գնանք արդեն։ Չէ, ուր են գնում նստի։ Հա, էլի ավելի է հետաքրքրանում, մնա։ Կհնչի դանդաղ երաժշտություն եւ դուք կփորձեք բարել երաժշտության տակ։ Քանի որ մարդիկ այսօր շատ են, անհնար է որ իրար չդիպչեք։ Եթե մի զույգը պատահաբար դիպչում է մյուս զույգին, ապա պարենգերներով փոխվում եք։ Գնացինք։ Հիմարություն։ Չէ, էլի հավես եկեք խաղանք, խնդրում եմ։ Ես հաստատ չեմ մասնակցի։ Բայց իմ մոտ հետաքրքրություն առաջացավ։ Մենք էլ նենց կպարենք, որ ոչ մեկի չկպնենք։ Արսմետ նա ինչ քննում։ Արի գնանք բարել։ Ես։ Հա, Ես հաստատ չեմ։ բայց ես քեզ չեմ հարցում, մենք գնում ենք բարել։ Արի։ Մենք ինչ ենք նստել։ Վեր գաց, արագացրու։ Տաթևիկ ջան, բալիկս, արի մի կտոր հաց կեր։ Սոված չեմ, մամ։ Բալիկս, ինչ եկել ես, սենյակիցդ դուրս չես գալիս։ Մամ, դե պարապում եմ։ Շուտով քնության եմ, իսկ ես դեռ նորմալ չեմ նվագում, դուրս չի գալիս։ Քան այդ տրամադրությամբ ես պարապում, դուրդ հաստատ չի գա։ Ասա տեսնեմ, պատմի, ինչ ա պատահել քեզ։ Մամ, պատմելու բան չկա։ Տիգրանի հետ ա կապված։ Ինչ ճիշտ ասա, ես միևնույնակ իմանամ ճիշտը։ Մամ, ես չեմ ասում բան չի եղել, չեմ ասում ամեն ինչ լավ է, բայց մի փորփրի, էլի կանցնի։ Տաթևիկ ջան, իմ աղջիկ, իմ սիրուն աղջիկ, ես ինչա քեզ հետ կատարում, ես ինչ վիճակում ես, բալիկս։ Տունը վաճառում ենք կահույքով, ամեն ինչով։ Առնում եմ։ Գուցե նայեք։ Սա մեր հյուրասենյակն է։ Այստեղ մենք ամեն առավոտ կռվում ենք։ Առնում եմ։ Սա մեր ննջասենյակն է։ Ստեղ էլ ամեն գիշեր բար հիշում ենք։ Առնում եմ։ Սա էլ մեր բաղնիկ զուգարանը։ Yeah։ Ինչ։
Սալիկները կերամամարացի են, հանել ենք հետներս ենք տանեմ։ Կերամամարացի, որակ, որից անհնար է հրաժարվել։ Սա էլ կերամամարացին, վայելեք։ Առնում եմ, առնում եմ, առնում եմ, առնում եմ։ Քեզ ինչ-որ բան ա անհանգստացնում։ Չէ, ուղղակի աղմուկից եմ նեղվում։ Մի ասեիր չգայինք։ Դե արդեն եկել ենք։ Որ ես քեզնից իրոք ուզում եմ ներողություն խնդրեմ առավոտվա համար։ Ինչքան էլ ծիծաղենք, մեկ այս ինձ ահավոր վատ եմ զգում, որ դու իմ պատճառով իմ վատ իրավիճակում հայտնվեցի։ Դու մեղավոր չես, Արտի։ Պատահականություն էր, ամել պատահել է ճիշտ։ Ով էլ իր տեղը դներ սխալ կասկանը։ Բայց կարևորն է, որ հետո լիքը հիշելու բան կունենանք, մի լավ կծիծաղենք։ Հա, որ մտածում ես, իրոք ծիծաղելի վիճակ է։ Մենք զրույցով ընկանք։ Մենք էլ։ Դե լավ կարևոր օտար մարդկանց չեն կպել։ Շարունակենք։ Հա։ Չէ, ավելի լավ է գնանք արդեն։ Լավ էլի, չէ, շարունակենք։ Խնդրում եմ, ես մի բարե, խնդրում եմ։ Արի, Արսեն։ Նա։ Կարող եմ մի կրուգ էլ խաղել։ Ես մտածում եմ նստենք։ Հա, նստենք։ Նստեք ես ակգա։ Նենետ ինչ էր։ Նոր։ Ինչ արփի։
Քո գորի բարը։ Ինչեր որ, ինչ նկատի ունես։ Չգիտեմ, մի տեսակ ոնց որ կտրված լինեիք աշխարհից։ Արփի մի հոր։ Բայց կողքից էլ տպավորությունն էր։ Արփի ինչ ես խոսում, ես ու Արսենը։ Նենետ, ես քո ու Արսենի մասին չեմ խոսում, ես քո ու գորի մասին եմ խոսում։ Ամենայն դեպս քո ասած ինձ դուր չեք։ Մենք դիտմամբ չենք բար, տենց ստացվեց։ Իմիջայլոս դու համոզեցիր, որ այդ հիմար խաղին մասնակցենք։ Ուզում ես ասել, որ ոչ մի բան չկա, որ այդ ինձ ուղակի թվաց, հա? Արփի, անգամ ամոթա նման բան մտածել է։ Լավ կներես, երեկ ապուշություն դուրս տվեցի։ Համել ավելի լավ։ Ինչ է ավելի լավ Արփի։ Գորը ինձ դուր է գալիս, ես իրան շատ եմ հավանում ու լավ է, որ ճանապարհին ոչ ոք չկա։ Մհեր։ Սոված չես։ Թե Գործերին կա քեզ։ Всё։ Չի տես տպավորությունը, թող։ Ախպերես, ես գիտեմ, որ ամեն ինչ խառնվել է իրար։ Բայց այսքան ժամանակ եղել է մի հատ դեպք, որի տակից չկարանանք դուրս գանք։ Թումոյի մանենց հարցերա ուղղակի չգիտեմ ինչ անեմ, որտեղից սկսեմ, որտեղ բրծնեմ։ Աթևիկը։ Դու կարաս ինձ մի բան տոչնի ասես։ Ինչ։ Դու գորից նեղացել ես նրա համար, որ քեզ չճանաչեց, թե որ այսքան ժամանակ մենակ ես ապրել, վախենում ես ինչ որ հարազատ գտնես։ Երևի սաղ իրար է թում։ Լավ կլինի, Մայր ջան։ Ես հասկանում եմ քեզ, բայց լավ է լինելու։ Թումո լե մի հատ հարց տամ էլի քեզ։ Քեզ այսքան ժամանակ չի հետաքրքրել քո ծնողները ով են, ինչով են զբաղվում, ուր են։ Չէ, ընդհանրապես չի հետաքրքրել։ Ինչի։ Ինչս են պետք։ Դու կաս, ամենադժվար տարիներն արդեն անցել են։ Վել ինչի՞ս է պետք իմանամ ովքեր են։ Բայց դու քո իմ պատմությունը մի խառնի իրար։ Քեզանից չեն հրաժարվել, քո ընտանիքի պատմությունը ուրիշ է, իսկ ինձ տարել ու գցել են մանկատուն։ Հենց որ դու գորից մի նեղացի Մայր։ Մայա, լսի, Մայա կթողես խոսամ։ Ասում եմ իզուր մի համոզի, եթե ավետ այդքան ուզում է, թող ինք ինձ զանգի։ Լավ, Մայա ջան, կհանդիպենք խոսանք, հա, հիմա հարմար չի։ Լավ։ Լավ ես։ Հա։ Ներս գնանք։ Չէ, դու մտի ես մեծ ծխեմ կգա։
Հիմա ինչ չեք թողնելու անցնենք։ Լուրջ։ Էլ կողմ անցեք ասեցի։ Տեսեք դուք իրոք անհասկացող եք, մի կողմ քաշվեք ու թողեք անցնենք։ Գոր խնդրում եմ, արի գնանք։ Գոր խնդրում եմ, էլի պետք չի սրանց այդ գլուխ դնել, արի հենց հիմա դուրս գանք, խնդրում եմ։ Դուք գնացեք, Արսենը միջանցքում է։ Բանալին վերջեք նստեք ավտոյի մեջ։ Գոր, բայց… Գնացեք ասեցի։ Այս հարցը ստե չի լուծվելու։ Երբ ու ոնց ուզես։ Մեթոդները չես բարդ։ Մտածեցի կարոտած կլինես։ Արս։ Ինչի ես ես խառը։ Արս, ներքևում երկու տղա մոտեցան մեզ, հետո գոր եկավ ու հետո… Չհասկացա, ինչ տղան էլ մոտեցին։ Արս լավ կլինի հիմա դու գորի մոտ գնաս։ Մնացածը հետո։ Աննստեք մեքենան ու հանկարծ ներս չմտնեք, եղավ։ Լավ։ Նենե տարի, արի գնանք, հաստատ պետք չի այստեղ մնալ։ Արփի, բա որ մի բան լինի։ Ոչ մի բան չի լինի, հո երեխա չեն, ամեն ինչ կհատվի կգնա, արի, հա։ Ապեր ստեղ հետս մետ տղա կար, ոնց հասկացան կռիվ ա եղել, հա։ Հա, ախրանան հետևի մուտքով դուրս հանեց։ Որ կողմն այդ մուտքը։ Էս։ Կյանքումդ գոնե մի անգամ դու խտկայերիքի իմ դեմ մենակ կանգնես։ Թե միշտ սենց սրանց է։ Գիտես ինչն է հետաքրքիր, որ մենք էլի իրար առաջ ենք կանգնած։ Ու էլի դու մենակ ես։ Ու այդ իմ մեղավորությունը չի։ Ես մենակ չեմ։ Երևում է։ Դաժե աղբերդ կողքն չի։ Աղբերդ իմ կողքն է։ Աստողեք արա! Արա, հիմա այս ամեն ինչը ստեղել վերջանալու է։ Դպրոցում խոսայի, թենդե մենակ էիր, դու խտչեր էրիք։ Համար ինչ տարբերություն, ստեղ եմ ասում ասելիքս, թե դպրոցում։ Արս չխառնվես, գնաստեից։ Հələ հանգստացի արա, ինչ է եղել։ Մի խառնվի Արսեն։ Լսի չգիտեմ ինչ է եղել, բայց հավաքվեք գնացեք ստեղից։ Հետո կգաք դպրոցում կխոսանք։ Գնաստեից Արս։ Ես թուլեմ պետքա սիրտը ովասնի, խատրին կպել եմ, հազիվ կողմ մարդ կա։ Դու եսա կանսեմ ով ա թուլել։ Ես չեք անում արա, 3 հոգով մեկի վրա։ Մի խառնվի Արսեն։ Ասավ ընկերդ, հա արա։ Հա եկավ, ինչի ուրիշ պլաններ ունեիր։ Կարո, մեզնից հեռու ես մնում։ Ինձնից էլ աղբորից սե։ Արա, ուզում ես աղբերդ իրա միակ հարազատից հենց ստես զրկվի։ Մենք երկուս գիտենք ինչա կատար։ Դու իմ հետ հարցում ես։ Աղբորս հանգիստ է։ Ես իմ վերջին զգուշացումն էր։ Ես էլ իմ զգուշացումն էր։ Ու ես ամեն ինչը լավ կհիշես, նախքան աղբորդ իմ դեմ տրամադրել է։ Հասկացար արա։ Գոր ինչ էր սրանց ուզացնել։ Ինչ ունեիր դու սրանց հետ չկիսած։ Երկար պատմություն է։
Բայց պատկերացնում ես, որ մենակ ողդ լինեիր։ Պատկերացնում ես ինչ կլիներ։ Բարս, միշտ չի, որ հետս մարդ աննելու։ Մի օր էլ մենակ եմ լինելու, ու այդ օրը հեռու չի։ Ուրեմն սրանց հարցերը շուտ պետք է լուծվի։ Դու չես խառնվի, Արսեն։ Պարզա, այս քո թեման չի։ Եմ վախտել, որ եկար, սկսեցիք բրդել։ Մի պահ, ինձ թված։ Ես էլ այդ դեպքը հիշեցի։ Լավ է թե չէ։ Նենետն ու Արփին ավտոյի մեջ են։ Հա։ Դե լավ գնացիք։ Արի։ Ինչ է։ Նորմալ է գնացիք։ Հաստատ գո։ Գորես ինչ ա եղել։ Նստեք ավտո։ Գորես ինչ են արել։ Բան չի եղել, նստեք։ Արսեն, Արսեն ինչ ա եղել։ Նորմալ է, նստի մեքենա։ Նստի։ Հա ճիշտ է գնանք տուն։ Մամ։ Բարև Տիգրան։ Բարև մամ ջան։ Կարող ենք խոսել։ Հա, ոնց չէ, արի ներս։ Արի նստի։ Ես արում եմ սրանտերը։ Հա, զանգեցի վստահ է, որ գիտի։ Հա, բարձր։ Կոֆե կխմես մամ, հեսա կոֆե բերեմ, բայց չէ, իշտ եմ խանութ չունեմ։ Չէ, հարկավոր չի, հետդ կարևոր խոսելու բան ունեմ, նստի։ Լսում եմ։ Տիգրան, Տաթևը 2 օր լաց է լինում, սենյակից դուրս չի գալիս, այսօր անգամ համասարան չի գնացել, ու ինձ ոչ մի բան չի պատմում։ Բարձր։ Ես տենց է գիտես, որ դու չես զարմանա, անգամ չես էլ հարցնի պատճառն ինչ է, որովհետև պատճառը դու ինքդ շատ լավ գիտես։ Ինչի դու չգիտես։ Չէ, չգիտեմ։ Եթե իմանայի չէի գա։ Ես եկել եմ, որ դու ինձ ասես, ինչ ես արել, որ աղջիկս հիմա այդ վիճակում է։ Ես բան չեմ արել։ Քո հայտնվելուց հետո Տաթևը ինքն իր նման չի։ Ու դու ուզում ես ասես, որ դու կապ չունես։ Չանես չի, որ կապ չունեմ։ Ես ուղղակի ուզում էի Տաթևին պաշտպանել։ Ու եթե սա Տաթևը համասարան չի գնացել, նշանակում է հասկացել է իմ ասածը։ Չեմ հասկանում։ Էդ ինչ ես խոսում։ Էդ ինչ է իմ աղջկան համասարանում սպառնում, որ չգնալը ճիշտ է։ Էդ ինչ ես խոսում։ Այդ արդեն Տաթևին հարցրի։ Ցավն էլ հենց էդ է, որ Տաթևը ինձ ոչ մի բան չի պատմում։ Բայց ես պիտի իմանամ իմ աղջկա կյանքում ինչ ան կատարվում։ Որ չի պատում, նշանակում է չի վստահում քեզ։ Մնում էր, որ դու իմ ու Տաթևի փոխհարաբերությունները մեկնաբանեիր։ Նշանակում որ երեխան վախենում է։ Ու մտածում է, որ իրեն չես հասկանա։ Ու չհակառակ դեպքում չէիր վերահասնել, ես հարցով իմ մոտ։ Փաստորեն, ոնց հասկացա, դու ինձ ոչ մի բան պատմել չես ուզում։ Պատմելու բան չկա, մամ։ Համարի, որ ես եմ մեղավոր։ Տաթևը չի ասում, որ դու նորից իմ հետ չվիճես։ Հա, մամ, ես գնացել էի համասարան, համոզում էի, որ Տաթևը ինձ լսի։ Երևի դրա համար էլ անտրամադիր է, բայց էլ չեմ անհանգստացնի Տաթևին։ Ինքը կարող հանգիստ գնա դասի։ Բայց Տիգրան, ես քեզ քանի անգամ եմ խնդրել, քանի անգամ եմ ասել երեխուց հեռու մնաս։ Մի կործանի այդ երեխու կյանքը։
Տես որտեղ ես ապրում։ Ինչ ա դարձել քո կյանքը։ Ինչ ես դարձել դու։ Ինչ դրա համար ես եկել ստեղ, հա։ Եկել ես, որ ինձ էլի ցույց տաս, ես ինչ կործանված մարդ եմ, դրա համար ես եկել ստեղ։ Դու ինձ երբեք չես հասկանա։ Հա, մենք այս հարցով չենք զիջում իրար։ Մի անհանգստացում, ես չեմ նեղում այստեղից, ամեն ինչ նորմալ է։ Ոնց ես ապրում։ Ինչով ես յոլա գնում։ Ինձ ինչ պետք է ունենամ, դու մի անհանգստացի։ Սա ում տունն է։ Վարձով եմ։ Ընկերոջս։ Տանտերը քաղաքում չի, զամոկը ջարդել են, մտել եմ տուն, ապրում եմ։ Առել եմ, նվիրել են, որ տարբերակը, որ քեզ հարմար ես գտնում, կարաս ընտրես, մամ ջան։ Բայց ինձ համար միևնույն չի։ Ինձ համար է միևնույն։ Իմ համար մեկ է, որտեղ եմ ապրում, ոնց եմ ապրում, ինչ եմ ուտում, ինչ եմ անում, իմ համար մեկ է, մամ։ Գոնե ինչ-որ մեկը լիներ քո կյանքում, կարողանայր անձնական կյանքը դասավորել։ Շատ լավ ես ասում։ Իմ ընտանիքը ինձ չի ընդունում։ Մնաց խալխի աղջիկ ինձ ընդունի։ Գնա։ Ու իմ մասին մտածի, ամեն ինչ լավ։ Նորմալ է։ Չի պատասխանում։ Ոչ ուզում է ինձ տենա, ոչ ուզում է ձենս լսի, ոչ էլ նամակներից է պատասխանում, որով ոչ մի շանս չի տալի։ Դե լավ, մի քիչ սպասի, հետո կխոսաս հետը։ Չգիտեմ, այսօր էլ ուրիշ սև հետ ես խոսած։ Մեր, չգիտեմ, ասեմ, թե չէ։ Ինչ է եղել Թոմա։ Դե գորը պայստուն կանգնացրեց։ Ինչի՞ է։ Քեզնից էր հարցը փորձանում։ Ուզում էր իմանալ ոնց ես այսքան տարի ապրել, ինչ ես արել, ինչ կապ ունենք իրար հետ, Կարոյի հետ ոնց ենք ծանոթացել ու տենց բաներ։ Ու դու ինչ ասիր։ Ոչ մի բան։ Չի դնելու սաղ կյանքս պատմեի։ Չի նո, բայց ինքը անհանգիստ է։ Լավ մտածի, ճիշտ է։ Ձեր հանդիպումը նենց չի եղել, ոնց որ դու էիր պատկերացնում, բայց ուզում ես մի հատ խոսա հետը։ Հետո կորոշես ինչ անես։ Կարո՞։ Էս ինչա։ Վերջ, կրակն ենք ընկել, պրծում չկա։ Ինչից պրծում չկա։ Ինչից չէ, ումից։ Ումից։ Աղբորից է Չինո։ Աղբերը չլիներ ես հարցը ես ուրիշ ձև էի լուծելու։ Ինձանից չեք պրծնելու, պատասխան էի տալու։ Ինչ էր ուզում, Կարո։ Ինչ պետք է արածել, ասում աղբորից ես հեռու մնա։ 3 հոգով ընկել էին վրես, հազիվ եմ պրծել։ Գորն է 3 հոգով հասել վրետ։ Չէ, գիժ եմ, գլուխս պածեստի պատերին խփելով բարձացել եմ։ Բարի օր ձեզ։ Բարի օր։ Hello։
Ինչ են գործի կանչել։ Սոր ազատ չէիք։ Էլի են գրուզից էին բերել։ Ինչ գրուզ։ Բա ասում է իր անցած անգամ վերջինն է։ Ապա ինչ գրուզ է։ Դե պատվորնի ապրանք են բերում, 2 ամիս պահում են, հետո հանում են ծախելու։ Մի րոպե, այդ այն պահեսն է, որ դուք աշխատում եք։ Հա։ Հետաքրքիր է։ Այդ ինչ գրուզ է։ Հառը ապրանքներ են։ Այն վաղ տեխնիկա էր, այս անգամ ասեցին թանկանոց շուշեղեն է։ Զգուշեղեք, չջարդեք, ձեզնից թանկա։ Շատ հետաքրքիր է։ Հետո։ Ինչն է հետաքրքիր։ Դե եթե կարենանք այդ ապրանքը հանենք պահեստից, չեն կարա չէ ռոզիսկ տան։ Չեն կարա չէ քաղմաս տան։ Դա մեկն էլնի իրենց ռոզիսկ տան։ Ահա, շատ լավ է։ Էրո դու երբ ես մենի։ Կազմակերպենք գիշերով։ Մտնենք մեր պահեստներ։ Հա։ Ինչի՞ չէ որ։ Կարող չի կարելի պղտորել են սափորով, որտեղից որ ջուրս են։ Ինչ ասում։ Իսկ ինչ փիլիսոփայական մտքեր են։ Այդ ջեբեր մաքրելուց ես լսել արա։ Պապան էր ասում։ Ինձ ու Գորն էր ասում, երբ որ մի հատ սխալ բան էին կանում։ Հա լավ ճիշտ էր ասում, բայց հիմա այդ չի կարևոր։ Լսեք, մեկը այս գործով դուք չեք կարա ձեզ նորմալ պահեք։ Եկեք այդ քարը փեշներից հետ գցեք, մտնենք այդ պահեստ գիշերով։ Դե Թումոն կարա տենա թե այդ ինչ ապրանք է։ Ես կարամ կլիենտ ճարեմ դրա համար։ Դե էրոյսմենի ժամանակ կմտնենք, էրոյին կկապենք, մի երկու հատ կխփենք, դաժե կարանք մի հատ էլ ոտից կրակենք, հա։ Ոնց։ Հա, լավ արա կատակ եմ անում խիխառնվար իրար։ Մի երկու հատ կխփենք, ապրանքը կհանենք, կծախենք, 4 տեղ կբաժանենք, մարդը մի հատ ավտո կառնենք։ Ես չկամ այդ գործի մեջ։ Իմ սրտով չի։ Լսեք, քան այդ ապրանքը պահեստում է, մտածելու ժամանակ ունեք։ Ես մտածելու բան չունեմ կարող։ Ես չեմ ջոգում, ընկերդ սուրբ է դառը, հա։ Կարող կլինի հետը քիչ գլուխ դնես։ Տնում ես լավ որ իջի, դու էլ եկել ես աղբորից ես բողոքում։ Հա լավ, հոգեբան չես դառը գլխներիս։ Երես գործը պետք է գլուխ բերենք։ Ինձ պետք է որ մհերը մեջ լինի։ Բայց կարանք առանց իրա էլ անենք։ Չէ, չեն կարա։ Եթե մհերը մեջ եղավ, Թումոն էլ է հետը լինելու։ Հա, դες էդի չէի մտածել։ Դե ուրեմն լսի նրանց, ովքեր մտածում են։ Գոր։ Էս գորա գրված։
Ահա էլի։ Դե էլ մի ձևացրու, հա, Արսեն։ Ճիշտ ասա թաքուն ես նայել։ Հա, ճիշտ անի հետ։ Բլոկնոտիդ մեջ եմ տեսել։ Ապրես։ Շատ սիրում ես մտածել։ Գոր։ Ինչ կա, ձյաց ճոպին տեսար։ Ինչ եք անում։ Տես։ Այս Արսենն է ինձ նվիրել։ Արսենը։ Հա, այսօր նենեթի ծնունդն է, ես էլ այդ առիթով սարքել եմ տվել։ Դու էիր սարքել, այդ Արսեն։ Ես պետք է հասկանայի։ Ես պիտի հասկանայի ամեն ինչ։ Տունը վաճառում ենք կահույքով, ամեն ինչով։ Առնում եմ։ Գուցե նայեք։ Սա մեր հյուրասենյակն է։ Այստեղ մենք ամեն առավոտ կռվում ենք։ Առնում եմ։ Սա մեր ննջասենյակն է։ Ստեղ էլ ամեն գիշեր բար հիշում ենք։ Առնում եմ։ Սա էլ մեր բաղնիկ զուգարանը։ Ինչ։ Սալիկները կերամամարացի են, հանել ենք հետ ներսենք, տանեմ։ Կերամամարացի, որակ, որից անհնար է հրաժարվել։ Սա էլ կերամամարացին, վայելեք։ Առնում եմ։ Առնում եմ։ Առնում եմ։ Առնում եմ։ Մայա, այս ժամին ինչ ես անում։ Արսեն, ես ուրիշ ոչ ոքի մոտ չէի կարող գնալ։ Ինչ ա եղել, ինչ ես լացում։ Արսեն։ Չհասկացա։ Ինչ։ Հարցրիր, որ վերցրիր։ Դու չես զգում, որ արդեն ծիծաղելի ես դառնում։ Ես թե դու։ Կարեն, եթե ես ցանկություն ունենամ որևէ մեկի հետ խոսելու, առանց այս հեռախոսի էլ կանեմ։ Ճիշտ չի, տես չի։ Այդքան ռիսկ ունես, հա դու։ Լսի, ես ոչ մի վատ բան չեմ արել, որ համարձակությունս չհերիքի, ուզում եմ քրոջս հետ խոսել, չի կարելի հարազատներից հետ խոսել, հա։ Ես ակույրս է զանգել, պետք է զանգեմ իմանամ ոնց է։ Լիլիթ, մի բան լավ հիշի։ Իմ համար մեկ է, այդ հեռախոսը մոտը տա, մոտը չի։ Դուն կզանգես, քեզով կզանգի։ Իմ համար սաղ մեկ է։ Բայց մի բան կա, որի համար ես քեզ կարամ սպանել։ Դու լավ գիտես այդ ինչն է։ Մեր ամուսնությունից առաջ, Կարեն, դու ամեն բան իմացել ես իմ կյանքի մասին։ Ոչ մի գաղտնիք չի եղել։ Ու այսօրվա այս վիճակի համար ես չեմ մեղավոր, այլ դու ես մեղավոր, որովհետև ընտրեցիր մի կնոջ, ով քեզ չէր սիրում։ Որովհետև այդ քեզ այդ ժամանակ ձեռ էր տալիս, չէ՞։ Ձեռ էր տալիս քեզ։ Լիլիթն ով էր, որ սերն ինչ էր, որ ինչ կապ ունի։ Լիլիթը ինչ էր ուզում, կարևորն էր, ինչ որ դու էիր ուզում, ես էլ քեզ, են էլ քեզ, են մեկն էլ քեզ, բա ոնց, այդ ժամանակ քեզ ձեռ էր տալիս էդ։ Ու հիմա այս քո անհանգստությունը ու արհամարված վիճակը, այ քո փողի ու պաշտոնի
գինն է, որ դու վճարում ես։ Կարեն։ Ես ունեմ այն ինչ ուզում եմ։ Այդ թվում նաև քեզ։ Ու եթե այս պատմության մեջ ինչ-որ մեկը պարտվել էլ է, այդ հաստատ ես չեմ։ Լավ ոնց։ Իհարկե։ Né? Հիշում ես գոր, տարիներ առաջ։ Այն օրը, երբ ես ձեր դարբնոց եկա, ու դու ինչ-որ բան էիր սարքում, ինձանից էլ թաքցնում էիր։ Այդ իմ ծնունդից մի քանի օր առաջ էր։ Ես էիր սարքում գոր։ Պետք չէր այս ժամին գալ։ Գնա վաղը կխոսենք նենե։ Ես քեզ հարց տվեցի։ Ես էիր սարքում։ Նենեդ ինչ կարևոր է թվով է սարքել։ Կարևորը թվով է նվիրել։ Կարևորը թե ով պիտի նվիրեր։ Չեմ հասկանում քեզ։ Ես չգիտեմ ես ինչ անտանապես։ Ես չեմ սարքել։ Իսկ կարող է իմանաս անունը տովագրել վրան։ Գոր ես խելագարվում եմ ես մտքերից։ Գոր ես չեմ հասկանում ինչ ա կատում։ Գոր ես ինչ-որ բան եմ զգում։ Ու մի շարունակի նենե։